Մրսածության կամ վիրուսի ժամանակ հիվանդանալու հենց առաջին օրը պետք է հակաբիոտիկ խմել։ Դա միֆ է, չի կարելի երբեք ու երբեք մրսածության, հարբուխի ժամանակ առաջին իսկ օրվանից ընդունել հակաբիոտիկներ, որովհետև երբեք ու երբեք հակաբիոտիկները իրենք չեն կանխարգելում վիրուսներով հիվանդանալը կամ հարբուխը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս չընդունել անհիմն հակաբիոտիկներ եւ չզբաղվել ինքնուրույն բուժմամբ։ Սուր շնչառական վարակների տարածման սեզոնին պետք է վիտամիններ խմել, որպեսզի խուսափենք հիվանդանալուց։ Ոչ, դա միֆ է, քանի որ եթե մարդը նորմալ, առողջ, սնվող մարդ է մրգեր, բանջարեղեններ, մսամթերք, կաթնամթերք օգտագործում է, պարտադիր չի ամեն անգամ ընդունել մեծ քանակի վիտամիններ, եթե իհարկե կան արված հետազոտություններ, որ կա հստակեցված որոշակի վիտամինների ցածր քանակ, կարելի է իհարկե ընդունել, բայց միայն բժշկի ցուցմամբ։ Թոքաբորբը հնարավոր է բուժել կամֆորայի թռչոցներով, մեղրով և կիտրոնով։ Դա միֆ է, երբեք չի կարելի թոքաբորբերը բուժել մեղրով, լիմոնով կամ կամֆորայի թռչոցներով։ Թոքաբորբերը կախված իրանց առաջացման պատճառներից, նրանց բուժման սխեման կարա լինի տարբեր, կարան լինեն բակտերիալ թոքաբորբեր, վիրուսային թոքաբորբեր, բայց ամեն դեպքում դրանցից ոչ մեկ չեն կարող հանդիսանալ թոքաբորբերի բուժման հիմք։ Քթահոսության դեպքում դեղցի յուղը շատ օգտակար է։ Ոչ, դա միֆ է, քթահոսության ժամանակ միանշանակ դեղցի յուղ պետք չի օգտագործել, դեղցի յուղ հիմնականում օգտագործում են քթի խոռոչիչորության ժամանակ, իսկ քթահոսության պատճառից կախված արդեն ռեսպիրատոր վարակների պարագայում, օրինակ, երբ որ կա քթահոսություն, պետք է կիրառել այլ սպրեյներ կամ ալերգիկ տիպի քթահոսության ժամանակ հակաալերգիկ սպրեյներ։ Թարախային անգինան հնարավոր է բուժել չիչխանի յուղով։ Դա միֆ է, չկա նման կարծիք կամ վարկած հաստատված, թարախային անգինան նախ հաստատելու համար ճիշտ գրագետ մոտեցումը նա է, որ պետք է բկանցքից վերցնել քսուկ, հաստատել բետա խմբի հեմոլիզիկ ստրեպտոկոկերի առկայությունը, դրանից կախված արդեն պատասխանը արագ տեստերը 15 րոպեից կես ժամվա ընթացքում ունենում ենք պատասխան, ըստ որին որ նշանակվում է հակաբիոտիկներ, բայց չենք մոռանում պարտադիր, երբ որ դա հաստատվում է թարախային անգինան ու պետք է կատարվի հակաբիոտիկային բուժում, պարտադիր պետք է հանձնել արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով։ Կան թոքաբորբի որոշ տեսակներ, որոնք հնարավոր է բուժել տան պայմաններում։ Սա իրականությունն է, թոքաբորբերի որոշակի տեսակներ կան, որոնք կարող ենք բուժել ամբուլատոր պայմաններում, իհարկե ունենք թոքաբորբերի գնահատման ծանրության աստիճան, դրանից կախված մենք կարող ենք տվյալ թոքաբորբերը բուժել ամբուլատոր պայմաններում, հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունները, տարիքը, ընդունվող դեղորայքը եւ այլն։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների պատճառը ծխելն է եւ օդի աղտոտվածությունը։ Այո, դա իրականություն է, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացման պատճառներից են հանդիսանում ծխելը եւ օդի աղտոտվածությունը, ընդ որում ծխելը հանդիսանում է համար 1 գործոն 80-ից 90% դեպքերում, ռիսկի խմբում են նաեւ այն մարդիկ, ովքեր վնասակար մշտական նյութերի հետ են աշխատում, հաշվի առնվում նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը։